Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր մեր ամբողջ տարվա վերջին հաղորդումն է։ Գիտեք, որքան զբաղված եմ, գիտեմ եւ դուք, եւ ես։ Այսպես մի կերպ ժամանակ հատկացնելով որոշել եմ ձեզ բարձր տրամադրություն պարգևել։ Խոսելու եմ միայն Յուպիտերի մասին։ Գիտեք, Յուպիտերը բարեկեցության մոլորակը արդեն 6 ամսից շատ է գտնվում է Խեցգետնի կենդանակերպում։ Այն դեռ շարունակելու է մնալ այնտեղ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը հատուկ խոսելու եմ Յուպիտերի մասին։ Ես մոտավորապես 2-3 շաբաթ առաջ խոսել եմ, ընդհանուր կանխատեսումներ եմ կատարել 2026 թվականի համար։ Ահա, խնդրեմ վիդեոները, բայց սա յուրահատուկ է։ Ես ուզում եմ, որ այս հաղորդմամբ տոգորված դուք քայլեր կատարեք, ինչու, որտեղ Յուպիտերի բարեկեցության մոլորակն է, նա խանդավառնում է Խեցգետնում, Խեցգետնը հայրենիք, ընտանիք, օջախ, ի վերջո սիրելի հայրենակիցներ, ստեղծեք ձեր օջախը, սիրելի Խեցգետիներ, սիրելի կշեռքներ, կշեռքը գործընկերային միջանձնային հարաբերություններն են, ամուսնությունն է, սիրելի Խեցգետիններ, դուք մեր ազգի սերուցն եք, ձեր միջոցով մենք պետք է շարունակենք մեր ազգի գոյատևումը, այո, այդպես էլ հենց ասում եմ, մնացած կենդանակերպերն են կարևոր, Այծեղջուրու պետականաշինությունն է, Ցուլ եւ Կարիճ, այդտեղ ֆինանսներն են, բոլորը ոչ մեկին էլ չեմ մոռացել, բայց ելի հետևորդներ 2026 թվականի հունիսի 30-ից մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը Յուպիտերը արդեն իսկ անցնելու է առյուծի կենդանակերպ, հենց անցավ, խոսք եմ տալիս, որ մոտավոր 1 ամիս առաջ ես կանխատեսումներ կկատարեմ բոլոր կենդանակերպերի համար։ Երկու լավագույն դիրքերը Յուպիտերի համար Խեցգետնում եւ առյուծում, երկու դեպքում էլ կարեւոր է, մի դեպքում սերնդի շարունակման համար, մյուս դեպքում երեխա ունենալու համար։ Դե սիրելիներս, ներկայացնեմ ըստ կենդանակերպերի։ Ես միշտ ներկայացնում եմ զույգերով, որպեսզի ավելի հեշտ լինի, իմ միտքը ավելի արագ եմ կարողանում ձևակերպել։ Սիրելի Խեցգետիններ, ձեր առաջին տունն է լինելու, սիրելի Այծեղջուրներ, ձեր 7-րդ տանը, մինչև հունիսի 30։ Ինչ է տալիս, սիրելի Խեցգետներ, ձերից նախաձեռնությամբ դուք պետք է կարգավորեք ձեր կյանքը, ստեղծեք ընտանիք, ընտանեկան բարեկեցություն։ Խեցգետինը միևնույն է, հայրենիք, ընտանիք, օջախ։ Հնարավոր է, որ հենց ձերից նախաձեռնությամբ փոխվի ձեր կյանքը, գնեք նոր բնակարան, նոր հողատարածք, պտղատու այգիներ։ Միշտ ասում եմ, որտեղ այն ամենը, ինչը դուք անեք հիմա, դրա արդյունքները դուք տեսնելու եք 4, 8, 12 տարի հետո։ Սիրելի Խեցգետիններ, ձեր արտաքին տեսքը կփոխվի, ինչ է բարեկեցության մոլորակը ձեզ կգիրացնի բոլոր առումներով, կարող եք սպասել երեխայի, որին վաղուց չէիք ունենում, կարող է համալրում լինի ձեր տանը։ Եթե դուք ծնողներ եք, ձեր սպալիկներ կծնվեն, նրանք ովքեր գտնվում են արդեն 36, 48, 60 տարեքային այդ շրջափուլերում, Խեցգետիների եւ ձկների մոտ հնարավոր են ծնվեն թոռնիկներ, եթե ոչ երեխաներ։ Սիրելի Այծեղջուրներ, ձեր 7-րդ տանն է, հնարավոր է տնավարի կարգի մեկին հանդիպեք, որը կարող է լավ ընտանիքից սերված լինել։ Բարեհաջող ամուսնություն, գիտեմ Այծեղջուրներ ձգտում են կարիերայի, այստեղ հակառակ առանցքում Խեցգետինը ընտանիքը տուժում է։ Պետք է կարողանաք կարգավորել ձեր անձնական կյանքը։ Հեղինակավոր մարդիկ կգան ձեր կյանք, կարող են լինել ազգակիցներ, բարեկամներ, որոնք կօգնեն ձեզ կարգավորեք ձեր անձնական։ Ի վերջո, սիրելի Այծեղջուրներ, հնարավոր է ամուսնանաք, բայց մի թողեք այդ հնարավորությունը, մանավանդ եթե դուք գտնում եք 24, 36, նույնիսկ 48 այդ տարիքային շրջափուլերում, կամ 30 եւ 45 տարեկանում, դրանք էլ Սատուրնի դիրքով են։ Իսկ ինչու է կարևոր, որովհետեւ Սատուրնը հանդիսանում է Այծեղջուրի ղեկավարը։ Անցնենք առաջ, իսկ մեր առյուծ եւ ջրհոս կենդանակերպերի մոտ, առյուծների մոտ 12-րդ տունն է, ջրհոսների մոտ 6-րդ տունը։ Տեսեք, 6 եւ 12 տները դրանք հանգստի մեկուսացման այդ դաշտերն են, բայց 12-րդ տունը դա հարկադիր մեկուսացում է։ Սիրելի առյուծներ, հնարավոր է այնպիսի մի աշխատանք գտնեք, որի արդյունքում դուք կարող եք աշխատել տանը, կամ եթե առողջական վիճակը վատթարանա, դուք ստիպված պետք է մեկուսանաք տանը, վերականգնեք ձեր առողջական վիճակը։ Ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում, հնարավոր է համաներում լինի։ Այստեղ տարբեր կոնվենցիաներ կան, իմ հետևորդները գրում, ուղղում են ինձ, ես ընդհանուր տենդենսներն եմ ասում, որպեսզի դուք հասկանաք, որ եթե նույնիսկ մեկուսացման վայրում եք, ապա ձեր պայմանները հնարավոր է բարելավեն։ Եվ հավանական է, որ հենց ձեր բարեկամների միջոցով, ազգակիցների միջոցով, հայրենասեր
սեր մարդկանց միջոցով կարողանաք ձեր վիճակը այդ մեկուսացման վայրում կարգավորել կամ ուղղակի ազատության մեջ հայտնվեք։ Սիրելի ջրհոսներ, ձեր 6-րդ տանն է, 6-րդ տունը առողջություն, աշխատանք, այդ դաշտերն են, իսկ Յուպիտերը խեցգետնում ձեր առողջության հետ կապված հարցերում կօգնեն ձեր հարազատները, ձեր տանեցիները, եթե աշխատակազմ ունեք, աշխատակազմի ղեկավար կարող եք ընտրել հենց ձեր իսկ մայրիկին, ձեր տան անդամներին, որովհետև նրանք կարող են օգնել ձեզ համալրելու եւ աշխատակազմը եւ նաեւ ընդլայնելու ձեր աշխատանքային այդ դաշտը։ Նաեւ հոգեբանական անվտանգություն, քանի որ այդ խեցգետինը հոգեբանությունն է, էմոցիաներն են, հա, փոխեք ձեր իմիջը, փոխեք ձեր ներքին խոհանոցը աշխատանքում, սիրելի ջրհոսներ, դուք ազատամիտ եք, դուք ապագա եք գնում, բայց այնտեղ կարող է տիրել ընտանեկան մթնոլորտ, նեղ այդ ջերմ շրջանակներում կարող եք ընդլայնել ձեր աշխատավայրը եւ նաեւ հնարավոր է նոր բիզնեսներ ստեղծել։ 6-րդ տունը Յուպիտերը խեցգետնում տարբեր մասնաճյուղեր հենց ձեր հայրենիքում։ Անցնենք առաջ, տեսնենք կույսերը, հա, կույսեր եւ ձկներ 11-րդ եւ 5-րդ տներ, սիրելի կույսեր, սիրելի ձկներ, մոռացել էի ձկների համար երեխաներ, լյուբով ձեծի տворчество, բոլորը արդեն այդ բառերը վերցրել են եւ շատ սիրում են։ Սիրելի կույսեր, ձեր 11-րդ տունը ընկերներ, ապագա պլաններ, տեսլական, համախոհներ, գաղափարակիցներ, բայց քանի որ Յուպիտերն է խեցգետնում հենց այդ դաշտում, ուրեմն ձեր հայրենակիցները, ձեր մտերիմ բարեկամները, որոնք հեղինակություն են, նրանք օգնեն ձեզ ապագա պլաներում։ Եվ ի վերջո 11-րդ տունն է, դա արհեստական սինթետիկ նշան է, եթե առողջական խնդիրներ ունեք, սիրելի ջրհոսներ, հնարավոր է ոչ սովորական միջոցներով դուք ունենաք ձեր սիրելի երեխային։ Ընդլայնում է, հա, Յուպիտերը խեցգետնում, ընդլայնում է ընտանեկան այդ տարածքը կամ ընտանիքը։ Իսկ ձկներ, ես նկատել եմ ձկների մոտ, որ նրանք արդեն բալիկների են սպասում, նրանք բիզնեսներ են ստեղծել, նույնիսկ դեկտեմբեր ամսին արդեն այդ բիզնեսները նրանք ոտքի են հանել, մենք հունվարի 18-ն էլ ունենք, 18-19 հունվարի 19-ին նոր գործեր սկսելու ամենաբարենպաստ ժամանակահատվածն է, դրա մասին արդեն խոսել եմ ու խոսելու եմ, որպեսզի կարողանաք նոր գործեր սկսել։ Սիրելի ձկներ, այո, ասեցի սեր, երջանկություն, ուրախություն, ձեր սիրելի գործը, ձեր երեխան, այն երեխան կծնվի, որին դուք աշխարհի չափ կսերեք, որին սպասել եք տարիներով, որը կլինի հեղինակություն։ Միևնույն է, մոտակա 2 տարում, տարուկեսում Յուպիտերը խեցգետնում եւ առուծում է լինելու, միտեղ հեղինակություն է լինելու հայրենիքում, ազգում, մյուս դեպքում է Յուպիտերը առուծում, հեղինակավոր մարդ, այդպիսի մեկը, որին կճանաչեն, կհարգեն իր շրջապատում։ Այսպես ասենք առաջ կշերքներ եւ խոյեր, ցելի կշերքներ եւ խոյեր, ձեր որերորդ տարն է, փաստորեն 4-րդ եւ 10-րդ, եթե չեմ սխալվում, այո, կշերքների 10-րդ տունն է, խոյերի 4-րդ տուն։ Սիրելի կշերքներ, ձեր հայրիկի հետ, ձեր ղեկավարի հետ հնարավոր է հարաբերությունները շտկվեն, բայց քանի որ այստեղ քառակուսի դիրքավորում է, ուշադիր եղեք, որ հանկարծ ձեր վարկանիշը չիջնի ձեր հայրենիքում, ձեր հայրենակիցների մոտ, մանավանդ եթե դուք մոտալուտ ժամանակահատվածում ցանկանում եք մասնակցել այդ նախընտրական բոլոր գործընթացներին, կամ ձեր հայրիկի վարկանիշի հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, վայրեջքներ կամ վերելքներ, դրանք արդեն կախված են նաև ձեզանից, ձեր հայրիկից։ Ղեկավար պոստ կարող եք զբաղեցնել, որտեղ ընտանեկան մթնոլորտ է, ուղղակի պետք է այնպես անեք, որ մարդիկ ձեզ վստահեն։ Այո, միշտ ասում հոգեբանական անվտանգությունը շատ կարևոր է եւ դուք պետք է ձեզ պահեք ղեկավարին վայել, լինեք առաջնորդ, բայց նաև լինեք իսկական ղեկավար, որպեսզի մարդիկ կարողանան վստահել ձեզ իրենց ձայները, իրենց ապագան։ Դե սիրելի խոյեր, ձեր 4-րդ տունն է, ձեր մայրիկը հնարավոր է ձեզ կտակ տա, ի վերջո այդ ժառանգությունը կտակը կարող է հասնել ձեզ, բայց որոշակի խնդիրների արդյունքում, գիտեք, ձեր տանը ընդլայնում է սպասում, ինչպես ձկներին, այնպես է խոյերին, կամ տան մերձակայքի, կամ բնակ տարածքի, կամ ներսում, քանի որ խեցգետնը դա կերակրման դաշտն է, կարող է ձեր մայրը գալ ձեզ մոտ ապրելու,
եւ հնարավոր է դուք տեղափոխվեք նրա մոտ, մի կերակրող մարդ, մայրը, որը կարող է հոգ տանել ձեր մասին, կարող է լուսավորել ձեր տունը, ձեր ընտանիքը, իմացեք, որ ծնողի ներկայացնում անավանդ, եթե նրանք մեծ տարիքում են ձեզ մոտ գտնում, ամեն մի օրը նրանց համար հաշված է, սիրելի խոյեր եւ սիրելի հայրենակիցներ, օգնեք նրանց, որպեսզի այս տարիները, որքան որ նրանք ապրում են, երջանիկ ապրեն ձեզ հետ։ Ինչևէ, տուն, բնակարան, այնպիսի մի տարածքում, հայրենիքում կամ հնարավոր է սիրելի խոյեր, ձեր ազգակիցը, որը մեծ հնարավորություններ ունի, օգնի ձեզ, որպեսզի դուք կարողանաք ձեռք բերել ձեր երազանքի բնակարանը կամ տունը։ Անցնենք առաջ, այնտեղ մնաց կարիճ եւ ցուլ։ 9-րդ եւ 3-րդ տներն են, սիրելի կարիճներ, արտերկրում հնարավոր է ստատուս ստանաք, 9-րդ տունը արտերկրն է, օտարերկրաճանապարհորդությունն է, այլ գիտեք ինչ է կատարում, կարող է հանկարծ արտերկրից ետ վերադառնաք տուն եւ հասկանաք, որ դուք բալիկ եք սպասում։ Հնարավոր է պարտքերը կարողանաք փակել, սիրելի կարիճներ, ձեզ կօգնեն ձեր հարազատները, որոնք ապրում են արտերկրում։ Իսկ եթե արտերկրում եք ապրում, ապա այնտեղ կարող եք դուք գնել բնակարան, ապրելու վայր, այդ վայրը կարող է լինել քաղաքակիթ ինչ որտեղ, այնպիսի կան, չէ, տարբեր շրջաններ, լավագույն շրջանները, լավագույն վայրը, որտեղ կարող եք դուք բարգավաճել եւ ի վերջո կարող եք ստանալ քաղաքացիություն, եթե դուք բնակվում եք արտերկրում։ Սիրելի ցուլեր, ձեր 3-րդ տունն է, 3-րդ տուն քուր, եղբայր, հարազատներ, բարեկամներ, մոտիկ շրջանակներն են, տեղեկատվությունն է, դրանք նաև փոխադրամիջոցներ են, հնարավոր է գնեք ձեր երազանքի փոխադրամիջոցը, որպեսզի ողջ ընտանիքով հավաքվեք եւ վայելեք, տեղաշարժվեք, կարճ ճանապարհորդություններն են, դրանք երկրի ներսում, եթե կարիճների համար արտերկրում են այդ հնարավորությունները տրված, իսկ ցուլերի համար տրված է հենց երկրի ներսում։ Ի վերջո, ձեր քույրիկների, ձեր հարազատների հետ սիրելի եւ սիրելի խոյեր, միացեք եւ նշեք ամանորը եւ ողջ տարին փորձեք նրանց հետ անցկացնել հիանալի ժամանակը։ Միշտ ասում եմ, որ ժամանակը հարատև չի, այն կարող է մի պահ կանգ առնել, իսկ դուք պետք է ձեր հասանելիքը կատարեք ձեր մտերիմների, ձեր շրջապատի հանդեպ։ Սիրելի աղեղնավորներ եւ սիրելի երկորյակներ, 8-րդ եւ 2-րդ տուն, 8-րդ տուն հարային գումարներ, բանկերն են, ձեր զուգընկերներ, գործընկերներ, ձեր ամուսին, կին, նրանց գումարներն են, դրանք խնայողություններն են, որոնք բանկերում են, դրանք նաև ներդրումներն են, սիրելի աղեղնավորներ, եթե դուք շրջահայաց եք եղել, եթե վստահություն ունեք համապատասխան օղակներում, նաև ձեր բարեկամների շրջանակներում, ապա հենց ձեզ կտրվի առաջնահերթությունը, հենց ձեզ կարող են հովանավորել, հենց ձեր դրված գործում ներդրումներ կարող են կատարել եւ հենց դուք կարող եք ստանալ ինչպես խոյերը, այնպես էլ աղեղնավորները իրենց ժառանգության բաժինը։ Ուղղակի պետք է վստահություն ներշնչեք ձեր հարազատների շրջանակներում, որ այդ գումարները մանավանդ դուք սիրելի աղեղնավորներ չեք փոշիացնել եւ այն բարգավաճելու է, որի արդյունքները մենք կնկատենք 4, 8, 12 տարի հետո։ Եվ սիրելի երկորյակներ, ձեր երկրորդ տանն է լինելու, երկրորդ տունը դա ֆինանսական միջոցներն են, ռեսուրսներ են, որը դուք վաստակում եք, եթե աղեղնավորների համար դա կարող է լինել հանրային գումարներ, ուրիշների գումարներից կարող են օգտվել, դուք ինքներդ հնարավոր է գումար վաստակեք սիրելի երկորյակներ, ձեր հարազատների, ձեր տան անդամների միջոցով հնարավորություն ունեք ընտանեկան բիզնես ստեղծելու, որը կախված կլինի կերակրման, այսինքն խեցգետինը ինչ է, խնամքի, կերակրման, սննդի հետ, ընտանեկան այդ բոլոր այդ ոլորտները, դա հյուրատնային բիզնես է, դա ավանդույթները պահպանող յուրաքանչյուր բիզնես, որտեղ նաև համեղ կերակրում են։ Ինչևէ, ձեր ընտանեկան բիզնեսը սիրելի երկորյակներ կունենա մեծամեծ հաջողություններ եւ դուք հնարավոր է բարգավաճեք ձեր իսկ ընտանիքի, ձեր տան անդամների հետ միասին, բարգավաճեք կամ ուղղակի ունենաք հաջողություններ ֆինանսական այդ ռեսուրսների տեսքով։ Սիրելի հետևորդներ, մեկ շնչով ամբողջական եթերը տվեցի ձեզ։
Գիտեք, այնքան ուրախ եմ, որ կրկին հանդիպում ենք իրար հետ, որովհետև արդեն իսկ 21 թվականից ես առանձին իմ ալիքն ունեմ։ Գիտեք, արդեն 220-րդ հաղորդումն է։ Շնորհակալ եմ, որ կիսվում եք իմ հաղորդումներով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մեկնաբանումների համար։ Ես ասում եմ, առողջ քննադատությունը միշտ օգնում է ինձ եւս մեկ քայլ առաջ գնալու։ Շնորհակալ եմ բոլոր հարթակներում եւ կիսվելու, եւ նաեւ ձեր մեկնաբանությունները գրելու, ձեր ակտիվությունը ցուցաբերելու։ Մենք երկուսով սիրելի հետևորդներ մեր հարթակն ենք ստեղծել, որտեղ մենք երջանիկ ենք շաբաթը մեկ օր ամեն 5 շաբթի մոտավորապես 20 րոպեով։ Ես կիսվում եմ աստղաբանական տեղեկատվությամբ, դուք ուղակի վայելում եք այդ ամենը։ Եվ մենք իրար հետ ապրում ենք ներդաշնակ մեր հայրենիքում այս երկնքի տակ։ Նաև ուրախ եմ, որ բաժանորդագրվում եք ալիքին։ Դա ցույց է տալիս, որ դուք ինձ վստահում եք։ Այսքանը սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ Հայաստանում, արտերկրում, մաղթում եմ ձեզ բարի ամանոր, եղեք երջանիկ եւ առողջ։ Ցտեսություն ձեզ։